Այսօր մեր համար պատմական օր է, խոսելու, ակնոջելու, ներկայացնելու մեր հազարական հայոց լեզուն։ Տարերից է եկել, և դեպի տարերն է գնում հայոց լեզուն, արանելով և ապրեցնելով հայ ժողովրդին։ Իսկ գիտեք, որ հայոց լեզուն աշխարհի հնագույն լեզուներից է, որով այսօր խոսում է մոտ 5 միլիոն մարդ։ Հայոց լեզվի մասին արտահայտվել է ոչ միայն հայ, այլև համաշխարհային մեծության դեմքեր։ Միակ լեզուն է աշխարհում, որը երկու արևմտյան հայերեն և արևելյան հայերեն։ Ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոն ասել է. «Ձեր հնամենի լեզու ես չգիտեմ, բայց սիրում եմ այն։ Ինձ համար կարծանք է հայերեն թարգմանվելը»։ Իմ հայրենի լեզու պատմվածողը կես մարդ է, չիմացողը թշված, Պետք վարհայր, ավելի Իսահակյանն ասել է. «Մեր լեզուն բարձր լեռներից և խորում գորերին ծնած լեզու է»։ Հայոց լեզուն տունն է հայոց։ Այժմ լսենք հայ ստեղծագործության բանտաշետ Մայրենի լեզու, մայրենի բարձր, ախոր շնչանի, ինքոքու համար, առաջին դուխոց, ականջին հատած, թուտիրով հաղթիկ առաջին հոստած։ Լեզվի մասին շատ է գտնել հայոց լեզվի հին ընկալից, որ կարող է հույս ու անդյուր անմահական զուլալալ։ Մեր հայերենը հայերեն է, հին է, շատ հին է հայերեն, ինչու է հողն ու հայերենի։ Մեր լեզուն ծուխն է մեր տան, շիրն աշխարհի մեջ, նա աղն է մեր ինքնության, էության խորհուրդն է։ Արի եղբայր փառաբանենք մեր քաղցրավար հայոց լեզուն, մեր սրտի դուր, մեր ձեռքի թուր, մեր օգուլած հայոց լեզուն։ Նա առաջին կաշն է եղել դիսանական մեծ նախամոր, օրորոցից մեծ թայի փրել է մայրաբար հայոց լեզուն։ Խոսել է նա մեծ դարերի, ու մեծ արագի պես միշտ կենդանի, միշտ հայոց լեզուն։ Չես ողահայ խորենացուց միջև քուչակ մուզեր ծարան, դվեր է մեր երած միես և ճարապար հայոց լեզուն։ Կմոլորվեն մեր քարևան ամբյոբաշնի շիշերների, կոչե իսկ եթե ճացին, ոչ կրտալ հայոց լեզուն։ Ուրեմն եկ փառաբանել ու քայլեցնենք թրի նման, որ զրնգա արևի տակ, հավես պայծառ հայոց լեզուն։ Եթե ճանաչես լեզուն քո հայոց, լավ կճանաչես նաև ինքդ քեզ։ Կմնաս արի, կմնաս ուժեղ, կմնաս եստի, նվիրան հոսին, կքայլես ճամփեքով աշեղ ու պես կդառնաս։ Կդառնաս ույս ու հավատ աղի, կդառնաս նրա պահապանը մեր, հաց ոգին կառնես ծախնակուր բակի, որքան Դավիթ ու մեծ մհեծ մեր։ Եթե քո հայոց լեզուն ճանաչես, լավ կճանաչես ինքդ քեզ, նաև թշնամիների դեմ կմարտնչես ու կառնես մտքի մեծ թրիչք ուտել, որ հայոց հողում մեր հնամենի հորենիներս մեզ քույն չդնեն, որ հայ մայրերը նոր Դավիթներ ծնեն, որ մարդիկ հանգիստ ու խաղաղ տանեն։ Մեր լեզուն մեր խիղճն է դա, սուրբ հացը մեր սեղանի, մեր օգու կանչն է արդար, ու համը մեր բերանի։ Մեր լեզուն ծուխն է մեր տան, մեր կշիրն աշխարհի մեջ, նա աղն է մեր ինքնության, էության խորհուրդն է։ Իմ մայրենի իմ բարձար, կրակի հետ արալես, կրակի պես սփազան, չեզ զարերն է զարել։ Իմ մայրենի իմ բարձար, չեզ հացի հետ արալես, և հացի պես սփազան, չեզ զարել է զարել։ Իմ մայրենի իմ բարձար, աշխարհ ինչ է լինի, լեն իմ հաց ու սփազան է գինի։ Իմ մայրենի իմ բարձար, չեզ գինու հետ արալես, և գինու պես սփազան, չեզ զարել է զարել։ Այդ ինչ հրաշք աղբյուր է թուր, իմ անսպար հայոց լեզուն, հայտի անվանք մեզ հայ պահող, իմ հիրու հայոց լեզուն։ Լուսովները մեզ հողն առան, ու թրեցին աշխարհով մեկ, էլի դու ես մեզ հայ պահում, մեր ծրպատար հայոց լեզուն։
Այսօտար աշխարհի քրտերում ներսիրենք մեր լեզուն ջերմորեն, երկբառենք ու բառվենք հայերեն։ Հայերեն։ Եվ ասել, որ ճիշտ խոսել մայրենի դեպքով և հայրենով դա ամենաամենան է, որտեղ գերեթիկ բառերը գերեթացում են ձեր ոքի։ Ճիշտ է։ Այսինքն դուք մեծ աշխատանք եք կատարել, ես գիտեմ, որ գևանցիկանը չտարնվել, դուք ինքնունեք կատարել, բայց ես զգացի, որ ձեզ օգնում է նաև տեսնողների, ես ուզում եմ ոչ ասել նրան նաև շնորհակալություն, քանի որ դեռ դասանիկ ժողովրդի ուժեղացնել եւ ոքսացել, բայց այն որ դուք ասում ներածիկ անկի եւ առանց իրաշտության վերականգնությամբ որ կարողացաք մեծ կողմնել ձեր կազմակերպած աշխատանքով եւ այդ պաստառը մայրենի լեզվին մայր հայազատ, որը դուք աշխատել եք եւ գնացել եք ապեք սակայն ես դեռ չոչում եմ դասարներով Ես այս պայմի դասանեն նայել, վերջում նոր գնացենք, թե ամենան որ դասարան է։ Իդես կոյն թե դասան է։